Ֆելքոնյան, խոսենք տարածաշրջանային այս իրադարձություններից, իրողություններից, ակնհայտ երևում է, որ տարածաշրջանը ամբողջությամբ մերձավոր արևելք շատ պայթյունավտանգ գոտում են գտնվում։ Ամեն րոպե դիվանագիտական փոխհրաձգություն է տեղի ունենում Իրանի եւ Ամերիկայի միջև, կողմերը հստակ խոսում են ռազմական միջամտության մասին, բայց եւ միևնույն ժամանակ Ստամբուլում սպասվում են բանակցություններ, հա։ Ընդհանուր առմամբ այս ամենը աչքի տակ ունենալով, արդյոք հնարավոր է Ամերիկա, Իրան բանակցությունները եւ հնարավոր համարում եք, որ այս լարվածությունը կարող է որոշակի չափով թուլանալ։ Շատ դժվար հարց եք տալիս։ Նախ եւ առաջ որպես խորհուրդ բոլորիս մենք միշտ պիտի փորձենք տարանջատենք փաստերը տարբեր հայտարարություններից, որտեղ որոշ հայտարարություններ իրանք հիմնականում այս psyops կամ այս հոգեբանական պատերազմի մասին։ Երբ որ մենք Տրամպից ինչ-որ մի օր թվիթ ենք կարդում, որ այս վաղ թե ուշ արդեն մենք հարվածենք, երկու օր անց մենք կարդում ենք թվիթ, որ իրանք պատրաստ են բանակցությունների, պարզա որ այս պատերազմի, անուղղակի պատերազմի մասը է։ Հետևաբար մենք պիտի հիմնենք մեր վերլուծությունը միայն այն տեղեկություններին, որոնք ունենք որպես փաստ։ Հիմա մենք տեսնում ենք, որ այո, շատ մեծ փոփոխություններ կան։ Փոփոխություն համար 1, որ Միացյալ Նահանգները պատրաստ են ունենան ուղղակի տետատետ բանակցություններ Իրանի հետ։ Փոփոխություն համար 2, որ Իրանը պատրաստ է ֆիզիկապես տետատետ ունենալ հանդիպում ամերիկյան գործընկերների հետ։ Երրորդ կարևոր բանը, մենք տեսնում ենք, որ Միացյալ Նահանգները ուղարկել են իրենց հիմնական բանակցողներին։ Խոսքը գնում է Ուիտկոֆի մասին։ Եվ հիշեցնենք, որ Ուիտկոֆը գտնվում էր կապի մեջ պարոն Արաղչի հետ, Իրանի արտգործնախարարի հետ, նույնիսկ երբ որ ցույցերը տեղի են ունենում Իրանում։ Հետևաբար այս կապը դիվանագիտական ԱԳՆ-ի մակարդակով կարող ենք ասել, որ հաջողվել է, եթե իր արդյունքը դա երկկողմանի հանդիպում է։ Եվ ամենամեծ փոփոխությունը, որը տեղի ունեցավ, այս վերջի ինդիկատորը, վերջի լարվածությունը, որը չբերեց որևէ էսկալացիայի, դեր չի բերել։ Խոսքը գնում է այն դեպքի մասին, որը տեղի ունեցավ իրանական ԱՏՍ-ի եւ ԱՄՆ-ի ավիակիրի միջև։ Նույնիսկ դրանից հետո հայտարարեցին, որ կողմերը կհանդիպեն Օմանում։ Եվ ամենակարևոր բանը մեզ համար, որ այդ հանդիպման վայրը փոխվեց Թուրքիայից դեպի Օման։ Եվ կան տարբեր մտքեր ինչու։ Ըստ ինձ նպատակը հետևյալն է։ Հաշվի առնելով, որ այս բոլոր քայլերը ցույց են տալիս, որ առնվազն Միացյալ Նահանգները 100%-ով ցանկություն չունեն հայտնվել լայնածավալ պատերազմում, իրանք նախընտրում են բանակցային գործընթացով հասնեն իրենց նպատակներին։ Հետևաբար իրենք պիտի կարողանան քննարկեն այն հարցերը, որոնք ոչ միայն իրենց են հետաքրքրում, այլ նաև Իսրայելին, որովհետև այս բանակցությունների այս երկրորդ շերտում միշտ կա Իսրայելը։ Հետևաբար իրանական կողմը, որպեսզի շրջանցի այս Իսրայելի օրակարգը, առաջարկեց փոխել վայրը, կբացատրեմ։ Այն դեպքում, եթե հանդիպումը տեղի ունենար Թուրքիայում, ապա քննարկելու են ոչ միայն միջուկային ծրագիրը, քննարկելու են նաև բալիստիկ հրթիռների ծրագիրը, քննարկելու են նաև Իրանի դաշնակիցների խնդիրը կամ ֆայլը, ասենց ասած։ Եվ հաշվի առնելով, որ որոշ պետությունները, որոնք նախատեսված են, որ կմասնակցեն այս հանդիպմանը Թուրքիայում, իրանք էլ որոշ մտահոգություններ ունեն բալիստիկ հրթիռների ծրագրի շուրջ եւ Իրանի դաշնակիցների շուրջ, հետեւաբար Իրանը ավելի թույլ դիրքում կարող է լինել այս հանդիպման ժամանակ։ Իսկ եթե իրանք ունենան տետատետ երկկողմանի հանդիպում Միացյալ Նահանգների հետ, նույնիսկ լինի երկկողմ Օմանի միջնորդությամբ, այս հարցերը օրակարգում առաջնային չեն լինելու։ Առաջերտին քննարկելու են միջուկային ծրագիրը։ Եվ այս առումով, աշտարակելով, որ Միացյալ Նահանգները համաձայնեցան, մենք տեսնում ենք ավելի շատ ակտիվություն Իսրայելի կողմից։ Ես հենց հիմա ամենաբարձր մակարդակում այնտեղ հանդիպումներ են տեղ ունենում, որպեսզի Իսրայելը փորձում այդպիսի անի, որ այս երկու առնվազն հարցը լինեն օրակարգում։
Տեսեք, այնպես է ստացվում, որ մինչև հստակ պայմանավորվածություն դեռ չէր ձեռք բերվել բանակցությունների վայրի, ընտրության, օրվա, ժամվա հարցում, միջնորդի կարգավիճակով տարբեր պետություններ հանդես եկան, որոնցից մեկը Թուրքիան էր, Թուրքիայից հետո միջնորդական ջանքերի մասով հանդես եկավ նաև Ադրբեջանը։ Ու սա այն դեպքում, երբ խոսք էր գնում, որ նախորդ տարվա 12-օրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանի օդային տարածքն էր օգտագործվել Իրանին ռմբահարելու համար։ Արդյոք սա ինչ է նշանակում, Ադրբեջանը ապահովագրում էր իրեն։ Ինձ թվում է բոլոր պետությունները, պետությունների մեծ մասը, որոնք ցանկացան այս միջնորդի դերով հանդես գալ, իրենք հասկացան, որ կարող են գտնվեն Իրանի ռադարներում, որովհետև Իրանը շատ պարզ մեսեջ ուղեկցեց բոլորին։ Այն դեպքում նույնիսկ եթե տեղի ունենա սահմանափակ էսկալացիա, հարված եւ հարձակում Իրանի դեմ, ապա իմացեք, որ այդ պատերազմը կդառնա տարածաշրջանային։ Եվ այո, որոշ պետություններ, որտեղ կա Միացյալ Նահանգների ներկայությունը, մտահոգվեցան, որտեղ նույնիսկ ոչինչ չանելով հասկանում են, որ իրենց տարածքը փաստացի դառնում է թիրախ, որտեղ իշխանությունը Իրանում հասկանում է, որ այն դեպքում, որ կա կենսական վտանգ երկրի գոյության, ապա արդեն ոչ մեկ իրենց չի կարող կանգնեցնել եւ բոլոր sense կնոպկեքին արդեն սխմելու են։ Նույնիսկ Արաբական Էմիրությունները, որոնք ամենաառաջի փուլում չկային այդ ցանկում, այն պետություններին, որոնք այս տարբեր քննարկումներին զուսպ պահեցին Միացյալ Նահանգների հարձակումից, մենք տեսնում ենք, որ հիմա իրանք ավելի ակտիվ դարձան այս միջնորդների գործընթացում, այսպես ասենք։ Եվ այո, բոլորը ունեն այդ մտահոգությունը։ Պարոն Մելքոնյան, այս լարվածության ֆոնին, երբ բոլոր պետությունները փորձում են ինչ-ինչ մասնակցություն ունենալ, հա, թե բանակցություններին, թե խոսքի մակարդակով եւ այլն, տեսնում ենք, որ Հայաստանից որևէ բան չի հնչում։ Գոնե պետք է արտաքին գործերի նախարարությունը որոշակի մտահոգություններ հայտներ, չէ՞ որ հետևում են իրավիճակին եւ այլն։ Սա ինչպես է բնութագրվում։ Հայաստանի կրավորական կեցվածքը ձեզ ինչի արդյունք է։ Արդյոք սա Թրամփի կամ ընդհանրապես Թրամփյան այս թրիփի մասով է պայմանավորված, որ Թրամփը դիտարկում է տարածաշրջանը, այսպես կոչված Թրամփի ուղու մասով է դիտարկվում, ինչ կարող ենք ասել, ինչու է Հայաստանը որդեգրել այս քաղաքականությունը Իրանի մասով։ Դժվար հարց է։ Նախ եւ առաջ ինձ թվում է, որ այսօրվա Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում ըստ տարբեր մոտեցումների կարող են լինել ավելի կարևոր հարցեր, որովհետև օրինակ մենք ակնկալում ենք J.D. Vance-ի այցը տարածաշրջան, որը շատ կարող ենք ասել պատմական այցերից մեկը է։ Ամերիկայի բարձր պաշտոնյաներից, հետևաբար շատ մեծ աշխատանք այդ ուղղությամբ։ Երկրորդը գուցե կան ինչ-որ կոնտակտներ Իրանի հետ, հիշեցնեմ, որ մոտ 1 ամիս առաջ հունվարի սկիզբ այց տեղ ունեցավ Իրանի արտգործնախարարի տեղակալի Հայաստան, պարզան ինչ-որ բաներ քննարկել են, հաշվի առնելով, որ այդ այցը տեղի ունեցել մինչև Հայաստան-ԱՄՆ հանդիպում եւ պայմանավորվածություն տրիպի շուրջ, գուցե հարցն է շնորհակարգում, բայց ակնհայտ է նաեւ քննարկում էր իրավիճակը Իրանում եւ Իրանի շուրջ։ Այլ պատճառներ, ինչու սա բաց չի քննարկում, մտահոգություններ չեն հնչում, դժվարում եմ գտնել։ Եվ պարոն Մելքոնյան, ընդհանուր առմամբ թրիփը որպես այդպեսին գիտենք, որ ճիշտ չի ընկալվում Իրանի կողմից, որովհետև Իրանը դա կտրականապես դեմ է, որովհետև ասում է թրիփ, Զանգեզուրի միջանցք թե նույնն է, տրամաբանությունը չի փոխվում, ինչ անունով էլ որ դա վերնագրի, հա, վերնագրենք։ Ինչ ենք հասկանում այս դեպքում։ Վենսը գալիս է Հայաստան, հետո գնում է Ադրբեջան, ու ակնհայտ երևում է, որ Թրամփը, այսպես ասած, թաթը դնում է այնտեղ, որտեղ ունի շահեր, դա կլինի քաղաքական, տնտեսական, թե այլ։ Ու Իրանի իշխանությունները մեկ անգամ չէ որ հայտարարեն, որ ԱՄՆ-ի ներկայությունը կամ օտար ուժերի ներկայությունը, այսպես ասած, իրենք դեմ են։ Այս դեպքում ինչ կարող ենք հասկանալ Վենսի այցից եւ Իրանի հնարավոր արձագանքից։ Ես չեմ մտածում, որ Իրանում սխալ պատկերացումն են տրիպից, իրանք ունեն իրենց պատկերացումը, եկեք սենց ասենք, չգիտեմ, J.D. Vance-ը կլինի առաջերտին Հայաստանում, հետո Ադրբեջանում, թե հակառակը, Ադրբեջանում, հետո Հայաստանում, հետո խոսքը գնում է գերիների մասին։ Դե պարզ է, որ Իրանի մոտեցումը չի փոխվել, մտահոգությունները նույնն են։ Առաջին հերթին ֆիզիկապես ներկայությունը անվտանգության
մարմինների, այլ ոչ տարածաշրջան երկրների Իրանի սահմանին մոտ, եւ երկրորդը Հայաստան իրանց սահմանի աշխատանքը, որովհետեւ իրանց հարցերը հետեւյալն է, եթե այս տարածաշրջանը ըստ այս front office-ին գտնվում է ինչ որ էքսկլյուզիվ իրավունքներ է ստանում Trip Development Company-ն, ապա ինչպես է դա վերաբերվում Հայաստան-Իրան հանցակետին։ Իրենց համար շատ կարևոր է պահել այս հյուսիս-հարավ ճանապարհի աշխատանքը։ Բայց ոնց հասկանում ենք, հայկական կողմը ակտիվ կոնտակտների մեջ է գտնվում իրանական կողմի հետ, որպեսզի չեզոքացնի իրենց մտահոգությունները։ Եվ չեմ կարող ասել, որ լիովին այդ մտահոգությունները չեզոքացվել են, հաշվի առնելով, որ մենք այսօր դեր ունենք տարբեր ասենք ոչ դրական եւ նաեւ բացասական հայտարարություններ Իրանից։